Դեկտեմբերի 15-ից 22-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4811 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 149 ավտոմեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ սթափ 171 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 195, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 1 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարնիշի հետ կապված 32, չամրակապված վարելու 631, առանց մանկական նստատեղի քարսիթի 17, վարելու ընթացքում ծխելու 470, վարելիս հեռախոսից օգտվելու 322, հետիոտնի, որ սահմանված վայրով անցնելու 57 եւ 1516 այլ իրավախախտում, 154 մեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 170-ը տեխնիկական զննություն չանցած, 86-ը լուսարձակների անսարքությամբ, 83-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 209-ը առանց ձմեռային անվադողերի։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 63 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14470 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 276 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ սթափ 233 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 385, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 8 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարնիշի հետ կապված 64, չամրակապված վարելու 3402, առանց մանկական նստատեղի քարսիթի 147, վարելու ընթացքում ծխելու 392, վարելի հեռախոսից օգտվելու 523, հետիոտնի, որ սահմանված վայրով անցնելու 73, հարագության գերազանցման 2324 եւ 4549 այլ իրավախախտում, 381 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 785-ը տեխնիկական զննություն չանցած, 871-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 35 բեռնատար, 129-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 706-ը առանց ձմեռային անվադողերի, 62 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 53 անձ։